Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը կարծես թե ուզում լինի ավելի պոզիտիվ, ավելի հուսադրող եւ ես այսօր ավելի քիչ եմ խոսալու կամ սովորաբար։ Այսօր իմ փոխարեն կխոսեն իմ վիրտուալ հյուրերը։ Եվ այսպես առաջի պոզիտիվ բանը, որ ձեզ ուզում եմ ներկայացնել, սա մի 10 ժամ առաջ դրված իմ հարցախույզն է հետևյալի մասին։ Համեմատաբար որ կառույցն ավելի շատ հարգանք ունի ձեզ մոտ։ ՀՀ կառավարությունը թե հայ առաքելական եկեղեցին։ Յետող տարբերակը ոչ մեկ։ Եվ ունենք 7500 մասնակից, կառավարությանը վստահում ընդամենը 10%-ը։ Սա իդեալական թիվ է ԿՊ-ի տապանակալի վրա գրելու համար։ Պատկերացնում եք, ԿՊ-ի մի հատ վիրտուալ տապանակար ենք սարքում, վրան գրած 10%։ Այն էլ վստահ եմ, սրանց տակը մի քիչ դողալու պարագայում է 10-ից էլ ոչինչ չի մնա։ Իսկ իմ եւ ձեր գործունեության նպատակը այս 10%-ը ավելի քչացնելն է։ Ես կարծում եմ մինչև 5% մենք կարող ենք իջացնել։ Այն աստիճան, որ ընդհանրապես շանսի մասին նույնիսկ մտածելուց վախենան իրանք, հա։ Ես կարծում եմ 10%-ների են շատ է։ Եվ այսպես այսօր վիճակով եկեղեցուն վստահում է 6 անգամ ավելի շատ մարդ, քան Հայաստանի կառավարությանը։ Իսկ 33%-ը ոչ մեկին էլ չի վստահում։ Ոչ եկեղեցուն, ոչ կառավարությանը։ Արձագանքենք, արձանագրենք կառավարությանը 7500 քվեարկողներից վստահում ընդհանրապես 10%։ Փաշինյան Նիկոլ, դուք 10%-ով ուր պետք է գնաս միջև։ Եվ հաջորդ հարցախույզը, որ 3 է արդեն կազմակերպել 24 ժամ առաջ, հիմա մի հատ թարմացեմ տեսնեմ ինչքան մասնակից ունենք, 12000 մասնակից, այստեղ կառավարության փոխարեն անձնապես Նիկոլ Փաշինյանն է գրված, թե տվյալ տեխնազուներից ում կտայեք ձեր նախընտրությունը։ Եվ 12000 քվեարկողների մեջ Նիկոլ Փաշինյանը կարողացել է հասնի մաքսիմում 13%-ի։ Եվ համեմատաբար 55% Վարդան Ղուկասյան դոկ, 21% Գուրգեն Սիմոնյան եւ Նինա Կարապետյան 11%։ Փաշինյան Նիկոլ, փաստորեն դուք ամբողջ ռեսուրսներով, ամբողջ, հա, ֆեյքերով 12000-ը լինի քվեարկությունը, 20000-ը լինի, 7000-ը լինի, դու 10-ից 13%-ի տարածքներում ես, ենել ես կարծում եմ, քանի որ այստեղ մուտք ունեն հասանելի է այս քվեարկությունը ամբողջ թուրքական աշխարհին, իսկ ես գիտեմ, որ թուրքական աշխարհը աջակցում է քեզ, մի բան, որ ինքը չի կարող գա ընտրություններով անի, էլի մեկը, այդ ամբողջը միասին համախառն արդյունքում դու կարողանում ես հավաքես մաքսիմում 13%։ Ոչ քո ֆեյքերը, ոչ քո հա զոմբի զանգվածը, ոչ մի չի կարողանում փոխի մեծ հաշվով։ Մաքսիմում քո ունեցածը սա է։ Եվ այսպես ոչ ավել, ոչ պակաս այսօր ամուսիններով որոշեցին ցնցել համացանցը, բառացի, ցնցել։ Մեկը խորոված է սարքում, մյուսն էլ Ալիևի Էրդողանի գիրքը կարդալու մասին է հայտարարում։ Սկսենք այս մեկից։ Ինչ է նշանակում վարչապետի կողմից տարածվող այս նկարները։ Երբ որ ես տեսա այս նկարները, ես այնքանից հիշեցի, որ իմ 10 տարվա, արդեն 10 տարի է, ես ապրում եմ Ամերիկայի մեծան նայում։ 10 տարվա, հեսա կլինի նոյեմբերին 10 տարվա։ Ես 10 տարվա մեջ անձնական նկար, այդ չեմ ասում խորմած սարքելուց, ես նույնիսկ անձնական նկար չունեմ, որովհետև ես միշտ համարել եմ դա անպարկեշտություն։ Այն ինչ որ չգիտեմ, անտանեկան ինչ որ քեֆեր, ճանապարհորդություններ, մարդ կարող կերացնել է նկարում, չէ՞։ Ես մտածել եմ, որ սա անպարկեշտություն է, չնայած ես ոչ քաղաքական դեմք եմ, ոչ բան, բայց ուղղակի մտածում եմ, եթե քեզ գոնե 5-10 հազար մարդ է հետևում կամ 100 000 էական չի, դու պատասխանատու ես բոլորին առաջ։ Եվ երբ այդ մտքով էի, շատ չանցած կարդացի սա։ Նիկոլ Փաշինյանի աննահանջ
Աջակիցներից մեկը գրում է անուշ լինի պարոն վարչապետ, գոնե թոշակս ավելացու ամիսը մեկ անգամ մենք էլ խորովածոտ։ Այս այն ասում անպատկերություն։ Որտեղ ամեն անգամ տեսնում եմ, մտածում եմ նույնիսկ, ախ, մի հատ նկար եմ, ասում եմ, բայց չէ՞ որ շատ մարդիկ զանից զուրկ են։ Ում եմ ուզում զարմացնել։ Ում եմ ուզում ցավացնել սրանով։ Ինչի համար ասա։ Ես ոչ վարչապետ եմ, ոչ նախարար, ոչ իման։ Ես իրավունք ունեմ իմ անձնական կյանքը ունենալու։ Ես դա իրավունք ունեմ, բայց սոցիալական հարթակը այն էլ հանրային դեմքի համար, այն էլ վարչապետի համար, դա իր անձնական կյանքը, հա, մեկ էլ իր քեֆ ուրախությունները ցուցադրելու համար չի։ Դե դա հասկանալու համար առնվազն տարական պատկերության կանոններին պետք է տիրապետել, եթե սա իհարկե դիտավորյալ չի։ Եթե սա իհարկե դիտավորյալ չի։ Ես կարող եմ ուղղակի համարել, որ սենց մեղմ ասած, քանի որ ինքը թքած ունի, ով սրա արդյունքում ինչ կզգա, քանի հոգի սոված, քանի սոված երեխա կա Հայաստանում, անկախության, ծայրահեղ անկախության տոկոսը ծայրահեղ 30% ավելա, ծայրահեղ, որ ասենք այդ երեխեքը կամ այդ մարդիկ կարող տարիներով միշտ չտեսնեն, իսկ ինքը մոռացել է, որ ինքը վարչապետն է բոլորի, նույնիսկ ոչ ԿՊ-ականների, նույնիսկ 10% ավելի մարդկանց վարչապետն է, նենց է ստացվել, դա տենց է, բայց ինքը չի մտածում, մտածում է հաստատ այդ 10%-ը կուշտա իրա, կաց մնացածի վրա, ով վատ կզգա, ով կգրի պարոն վարչապետ ջան, գոնե թոշակս ավելացու, որ ամիսը մեկ մենք էլ կտոր կարողանանք մեզ խորված ցույց տալ։ Գիտեք, երևի կմտածեք հիմա ինչի՞ց է խոսում։ Երկիրը քանդում, բան, ստեղ է թեման։ Հատերից է սկսում, ժողովուրդ ջան, իմ կարծիքով, հա։ Մարդ եւ պաշտպանությունը կորցնում, ամոթի զգացողությունը կորցնում, այդտեղից սկսում են բոլոր կատակլիզմները։ Ուղղակի հերթական անգամ արձանագրում են, որ այն ինչ որ կատարվել է մեր հետ, դա չի եղել պատահականության արդյունքում։ Դա եղել է հենց այս ամեն ինչի արդյունքում, որ այս ամեն ինչը ղեկավարում է մեկը, որ պաշտպանություն բառից հազարավոր կիլոմետր հեռու է։ Այդ կապված չի ինչ դրսևորման մեջ է դա, հա։ Դա ոնց է դրսևորվում։ Եթե մարդը պաշտպանություն չունի, ուրեմն չունի էլի։ Իր բոլոր գործողությունները բերելու են նույն հետևանքներին։ Եվ այսպես մյուսը հայտարարել է, որ կվերջացես կարդալ Էրդողանի գիրքը, Աննա Հակոբյանը։ Ես որ կարդացի, մտածեցի, այս ամուսիններով սրանք հավատարմության բոլոր հնարավոր բոլոր միջոցներն են օգտագործում իրենց հավատարմությունը, նվիրվածությունը հայտնելու համար։ Սա հո իրանց հետևորդների համար չի անում։ Չէ։ Այս հայտարարությունները, որ 26 թվականին Հայաստանն է լինելու խաղաղության օրը, 27 թվականին Ադրբեջանն է լինելու խաղաղության օրը, դա Փաշինյան Նիկոլի խոսքերն է։ Սա հո բանի մեր համար չի։ Սա իրանց համար է, որ ես քո գիրքն եմ կարդում։ Տես ամուսինս խփել էր դոշի, ես դա կարդացել եմ։ Իմ մոտ սկսեց մի քանի հարցեր առաջանալ միանգամից։ Դու մենակ ես կարդացել, թե մենակ չես կարդացել, թե թարգմանիչով ես կարդացել, որովհետև ես շատ կասկածում եմ քո կարդալու ունակությունների վրա, օրինակ, հա։ Երկրորդը նույնիսկ եթե կարդացել ես, արդյոք դա արդեն պարտադիր ընթերցման համար է, ասենք գոնե էլիտար ԿՊ-ականների համար։ Իսկ չեք մտածել, որ ասենք դա պետքա լինի պարտադիր։ Եթե դու չես կարդացել, քննություն չես հանձնել Էրդողանի գրքից, դու չես կարող լինել, ասենք, իրենց ոնց է կոչում այդ գերագույն մարմինը, որն է այդ կուսակցության, որպես վերջերս ընտրվեց, հա, էական չի։ Լավ։ Որտեղ դու չես կարող լինել այդ գերագույն մարմնում։ Ի վերջո կրթության գիտության նախարարությունը ձեր ձեռքն է, հա, եթե կարելի է Մաշտոցի նկարը հանել դասագրքերից, իսկ դուք չեք մտածել, ասենք Էրդողանի գիրքը դնել պարտադիր ընթերցման եւ Մաշտոցի նկարը փոխարինել, ասենք Էրդողանի նկարով։ Չեք մտածել դեռ այդ մասին։ Ես վստահ եմ, որ դուք արդեն սկսում եք այդ մասին մտածել։ Օրինակ կարելի է սկսել, որքանի ես գիրքը չես կարդացել ու պատմել, դու չես կարող ԿՊ անդամ լինել, որտեղ դա ձեր մանիֆեստն է։ Ես վստահ եմ Էրդողանը ինչեր է գրել այդ գրքի մեջ, հա,
ինչ կա Էրդողանի մտքում օրինակ, ինչ ապագա ունի Հայաստանը եւ ինչ հրաշալի ապագա ունի, ասենք, Թուրքիան։ Եվ վստահ եմ, որ դա ձեր ծրագրերի, ասենց ասեմ, խաչմերուկումը, ասենք դուք հատվում եք ձեր երազանքներով, դուք հատվում եք ոչ թե միայն ձեր լոգոներով, դուք հատվում եք նաեւ երազանքներով։ Եվ այս հավատարմության այս խոսքեր արտահայտելը, դա գիտեք, ոչ միայն ծիծաղելու ողորմելի է, դուք ուղղակի ամբողջ ձեր էությամբ ստիպում եք, որ նույնիսկ Էրդողանը ձեզանից նող կա։ Որովհետև բոլոր տեսակի, այսինքն ցանկացած իրեն հարգող մարդ ինքը զզվում է իրեն քծնողներից։ Եթե տեսնում եք մեկը չի զզվում իրեն քծնողներից եւ դրանց հաճույք է ստանում, նշանակում է ինքը մարդ չի։ Ինքն էլ իր հերթին է քծնում։ Ու դա իր համար կյանքի ձևը, դա ինքը մարդ չի, ինքը անասուն է, որ սիրում է իրեն, որ քծնում են, այսինքն ինքը գիտի, որ ինքը ոչնչություն է եւ անկեղծ ոչ մեկին իրան չի կարող փառաբանել եւ ինքը սիրում է, որ իրան գիտի որ կեղծ է, բայց սիրում է այդ process-ը։ Դուք գործ ունեք կատարել ոչնչության հետ, որ գիտակցում է իր ոչնչությունը, բայց քանի որ մարդը ուզում է որ իրան գովան, համաձայնա որ իրեն քծնեն, կեղծեն, բայց թող գովան, էլի իմ համար այդ մարդը չկա, գոյություն չունի։ Բայց սիրտս վկայում է, որ օրինակ Էրդողանի նման մեկը դրա կարիքը չունի հաստատ։ Ոչ թե ինքը լավ մարդ է, ինքը ազնիվ պարկեշ չէ։ Չէ։ Դրանք զզվում են իրենց քծնողներից։ Մանավանդ երբ որ քծնողները օտարազգային, մանավանդ երբ որ հայ են, իրենք բոլորին դա ցույց են տալի, ու սենց մոտավորապես։ Որ ասում ենք սրանք մարդ չեն։ Սրանց վերացնելը դեռ քիչ է։ Ասում եք չէ, մի քիչ գթասեղտ լինենք իրաց նկատմամբ։ Դուք ապացուցում եք այդ մեթոդամանությամբ, որ իրենք ինչ էլ անեն ձեր, մեր բոլորի հետ, քանի որ դուք էլ հայերի անունից եք ներկայացնում, ես դեռ քիչ է։ Իրոք, եթե այս գիրքը կարդացողներին եւ այդ մասին գրողներին, ասենց համատարած հայտարարողներին վերացնեն, դա էլ քիչ։ Քիչ է իրանց տեսակետից։ Մենք մարդկային եւ էսթետիկական արժեք չեն ներկայացնում իրենցից։ Եվ այսպես, այս մասով ուզում եմ Աննային պատասխանեն իմ փոխարեն այլ մարդիկ եւս։ Եվ Աննա Հակոբյանը միմյանց հետ մրցում են, թե ով ավելի լավ կքծնի Էրդողան։ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը միմյանց հետ մրցում են, թե ով ավելի լավ կքծնի Էրդողանին։ Մեկը ՄԱԿ-ի ամբիոնից է լիզում Էրդողանի կոշիկները, մյուսը քծնողաբար Facebook-յան իր էջում գովերքում է Էրդողանի գիրքը։ Աննա Հակոբյանը հաշվետվություն է ներկայացնում եւ ներողություն խնդրում Էրդողանից, որ ավելի ուշ է կարողացել այն կարդալ։ Նա պատկերացնում է Էրդողանի ներկայացնում է որպես մեծ մարդասերի եւ համաշխարհային մասշտաբի գործիչ։ Տեսարանը զզվանք է առաջացնում։ Աննան նույնիսկ այդպես չէր գովերքել իր փաստացի ամուսնու տխրահռչակ գիրքը։ Նիկոլի եւ Աննայի քծնանքը առ Էրդողան լուրջ պատճառներ ունի։ Նրանք իրենց կաշվի փրկությունը կապում են Էրդողանի հետ։ Էրդողանը դրա դիմաց պահանջեց եւ ստացավ Արցախը։ Հիմա Հայաստանն է ցանկանում։ Աննան եւ Նիկոլը պատրաստ են դա էլ հանձնել, միայն թե փրկեն իրենց կաշին։ Հետևաբար մեր բոլորիս խնդիրը Հայաստանը այս զույգից փրկելը պետք է լինի եւ համոզված եմ, որ դա այդպես է լինելու է։ Նախ ես չգիտեմ, ով խոսացող, ես շնորհակալություն եմ հայտնում եւ այսօր ցույց եմ տալու ներկայացնելու մարդկանց, որ ես չեմ ճանաչում։ Այսօր իրենք են խոսելու իմ փոխարեն։ Եվ ես նորից կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռ կասկածում են պետք է այս տեսակի վիդեոներ ձայնագրել, թե չէ, պետք է դառնալ ինչ որ մասշտաբների վրա ազդեցիկ մարդ, դա կոչվում է social influencer, հա։ Այսինքն երբ որ դու դառնում ես ինչ որ որոշակի շրջանակների վրա ազդեցություն ունեցող մարդ։ Եթե դուք դեռ մտածում եք արժի անել, թե չարժի անել, ես ձեզ կոչ եմ անում անպայման անել, որովհետև սոցիալական հարթակների հզորության մասին խոստովանեց նաև Նետանյահուն։ Սա այն հզոր գործիքն է, որի դեմ դասական մեդիան, ասենք հանրայինը, ոչնչություն է, ոչ մի բան, զերո։ Այնպես որ, եթե մարդիկ կան դեռ մտածում են անեն, թե չանեն, սկսեն, թե չսկսեն, անպայման սկսեք։ Դուք մեզ պետք եք։ Եվ ես խոստանում եմ ձեզ ցույց տալ բազմահազար ունկնդիրներին։ Իդեպ, խնդրում եմ, եթե դեռ բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք եւ անպայման
տարածենք, որովհետև մեր հաղթանակը սկզբից գրանցել ենք ինֆորմացիոն դաշտում։ Եթե ինֆորմացիոն դաշտում մենք հաղթարեցինք, այսինքն 10%-ից իջեցեցինք Փաշինյան Նիկոլին 5%-ի չափ, նշանակում է նույնիսկ ընտրության նրանք չեն գնա, հասկանալով հանդերձ, որ շանսերը զրոյական են, որովհետև ցանկացած բռնապետ կեղծելուց առաջ առնվազն գոնե 30%-ի հույս պետք է ունենա։ Առնվազն։ Հասկանում եք, ինչ է նշանակում 5%-ով կամ 10%-ով գնալ ընտրության։ Դա ինքնասպանություն է։ Չի եղել նման մեկը, որ 5%-ով գնա ընտրության։ Ու կարողանա այդ խելքի բերի։ Չի եղել պատմության մեջ։ Եվ իդեպ, եթե ալիքին օգնելու ցանկություն կա, սիրով մենք կընդունենք ձեր օգնությունը։ Գնանք առաջ։ Մենք լսենք։ Մեր առողջապահության նախարարը Յավաբանը, մեր պաշտպանության նախարարը պատմության ուսուցիչը, մեր արտաքին գործերի նախարարը անհայտ է ինչ կապ ունի դիվանագիտության հետ։ Դուք մեր դիվանագիտական բլոգին տեսել եք։ Այս իշխող ուժի ամենավառ ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր դեսպանները պիտի դիվանագետներ լինեն պրոֆեսիոնալ։ Հիմա մեր դիվանագետներին տեսել եք։ Լիլիթ Մակունցը ինչ կապ ուներ դիվանագիտության հետ, դրանից հետո սոցիալ նախարարը ինչ կապ ունի։ ՄԻԲ-ը, որ հետո պարզվեց արտաքին հետախուզական ծառայության պետն է։ Դուք գիտեք, չէ՞, որ մենք ունենք էներգետիկայի նախարարություն։ Հետո այդ նախարարությունը լուծարվեց, այդ մասը շատ են սիրում այդ լուծարելու։ Գնաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ու մինչեւ հիմա փոխնախարար չունենք այդ ոլորտի։ Իսկ ինչ ունենք մենք պատկերում, որ աշնանսկզբին Երևանում անձրև է գալիս, ճգնաժամ է, կատաստրոֆա է լինում Երևանում։ Այդ ջրերեղներ, խցանումներ, 10 բալանոց, դա դեռ չեմ ասում, այդ ջրահեռացման համակարգերն էլ չեմ ասում։ Լուսացույցները ինչի չեն աշխատում։ Այն նույն օրը, երբ որ դուք հայտարարում եք մետրոյի նոր կայարանի ստեղծման եւ ճոպանուղի ստեղծելու մասին։ Իսկ կլինի տարական հարցերը լուծեք, հետո ճոպանուղի ստեղծեք, հետո 4-րդ հանրապետություն ստեղծեք։ Այն հերոստացույցների գործարանից ինչ կա։ Այլընտրանքը սկսվում է, այսպիսի կադրային քաղաքականություն չվարելուց, այլընտրանքը սկսվում է, ինչ որ դուք անում եք դա չանելուց եւ ընդհանրապես պետության նկատմամբ այսպիսի թքած ունենալու նուրբ արվեստի մոտեցում չունենալուց։ Հետաքրքիր ասում, չէ՞։ Բայց ինձ ուղղակի ուրիշ բան է հիմա հետաքրքրում։ Ինչ որ ասում եք, գիտենք, շնորհակալություն հիշեցնելու համար։ Դուք ինչ եք անում այդ ամբիոնի վրա դեռ։ Դուք ինչով եք հիմնավորում ձեր ամբիոնի մոտ լինելը։ Դիքի։ Ձեզ չի վիրավորում այն հանգամանքը, որ մենք ամեն օր ձեզ հիշեցնում ենք, որ դուք հանդիսանում եք Նիկոլ Փաշինյանի գործիքները Նիկոլ Փաշինյանին վարչապետի աթոռի վրա տալուց։ Ոտում եք տեսակ անհասկանալի է ստացվում, համ դուք դժգոհ եք Նիկոլ Փաշինյանի աշխատանքից, կադրային քաղաքականությունից, համ շարունակում եք իրեն պահել վարչապետի աթոռում։ Մի քիչ տարօրինակ չի տիկին։ Դուք ես վիրավորելու ցանկություն չունեմ, ես ընդհանրապես վերջերս հասկացել եմ, որ իմաստեր չկա։ Վիրավորել թերևս իմաստ ունի մեկին, որ ակնկալիք ունես, որ դրանից կարող է ինչ-որ բան վերանայի իր մեջ։ Քննադատել, վիրավորել, ինչ-որ բան էլի, որ ինչ-որ ակնկալիք կա։ Մի բանի նկատմամբ որ ակնկալիք չկա, իմաստ էլ չկա։ Դամա ես արդեն հասել եմ անտարբերության ամենաբարձր մակարդակին, որ ուրիշ բառը չեմ ուզում ասեմ, տիկին ուղղակի։ Երկար եք պահելու Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Ինձ հետաքրքիր չի ինչքանով է ձեր տեքստը ճիշտ։ Ավելի վատ, որ այդ տեքստը ճիշտ է։ Ասեն դուք համ գիտեք իրականությունը, բայց շարունակում եք Փաշինյան Նիկոլին լեգիտիմ պահել իշխանության ներքին։ Սա ձեզ հիշեցնել եմ եւ ամեն օր ամեն առիթի դեպքում։ Ու դուք ստիպված դա հետ պետք է ապրեք։ Եվ այսպես։ ԿՊ-ականները հիմա էլ որոշել են շողակատ հեռուստա ալիքը փակել եւ արդեն սկսել է process-ը։ Այն որ սկզբից խոսակցություններ էին, հիմա սկսում է process-ը։ Ու ես բոլորովին զարմացած չեմ։ Ուղղակի սա ընդամենը եւս մեկ առիթ է հիշեցնելու եւ նայել այն մարդկանց բոլոր մարդկանց աչքերին, ովքեր համոզում էին տարբեր ատյաններում, տարբեր ձևերով, որ հարձակումը կաթողիկոսի վրա դա հարձակում չի,
եկեղեցու վրա։ Խնդրեմ, դուք հիմա էլ եք շարունակելու նույնը պնդել։ Էլի ձեզ վիրավորելու ցանկություն չկա, իմաստ չեմ տեսնում։ Որ դուք, եթե դուք ունակ չեք տարական բաները տեսնելու, ձեզ իմաստ չունի ինչ որ բաները։ Ոքի հետաքրքիր է, շարունակելու եք պնդել, որ այս process-ը որ կա, դա ուղղակի գարեգի կաթողիկոսի նկատմամբ է, հա, ինչ կապ ուներ այստեղ շողակաթը։ Շողակաթի մեծ պրոբլեմը գիտեք որն է, որ ազգային է։ Ինչ ցույց է տալիս շեշտված հոգևոր է եւ ազգային։ Երբ որ ասում եմ, այս բaragայում նույնն է ինքը, երբ որ ինքը հոգևոր է, նշանակում է ազգային է։ Մեր եկեղեցին ազգային չի, բայց իր պատմությունն է ազգային, հա։ Իր կենսագրությունն է ազգային։ Ինչից ուզում են խոսան, ինքը դառնում է ազգային։ Պատմության, գեոլոկացիայի, որտեղ է եղել, երբ է եղել, ինչ է, ամեն ինչ դառնում է ազգային։ Շողակաթի պրոբլեմը դա է։ Եվ ասում են փողերը տանք հանրայինի, որտեղ ոչ մի ազգային բան չկա։ Որտեղ Snoop Dogg-ն է, հա, հերոս։ Snoop Dogg-ը։ Մենք շարունակել ենք պնդել։ Խնդրեմ։ Իդեպ։ Այս մասին երևի մոռացել էր տիկին դեպուտատը հիշեցնել, որ 303 դպրոցում տնօրեն չկա։ Տնօրեն չկա, 30,000 ուսուցիչ 30,000 ուսուցչից 6,300-ի աշխատավարձն է աճել։ Այսինքն 20%-ի աշխատավարձն է աճել, այն էլ երևի նրանք, ովքեր դարձել են ԿՊ անդամ։ Եվ սա ներկայացնում է որպես ձեռքբերում, աշխատավարձը բարձրացել է ուսուցիչների, այո, դարձել են ԿՊ-ական, 20%-ի աշխատավարձը բարձրացել, այս 303 դպրոցում սովորող չկա, տնօրեն չկա։ Հիմա էլ պետք է ասենք, որ սրանց նպատակակրթությունը հիմնավոր ապիրելը չի, որ սրանց ամբողջ գործողությունը հակահայկական չի։ Ես գիտեք ինչ եմ սկսել կասկածել, որ սա բոլորին է հասանելի, որովհետև ես որ հիմա կարճ վիդեոներ եմ դնում Instagram-ում, ես բացահայտել եմ մի շերտ, ինձ թվում է իրանք լուսնից են ինչ է, եւ տարական բաները իրենց համար հասկանալի չի։ Իրոք տարական բաներ, ուզում ես հասկանաս, այս մարդիկ միջև հիմա ինչով էին զբաղված, որտեղ էին ապրում։ Ես ուզում եմ ձեր համար գտնեմ այս սա եմ ես ուզում ցույց տալ։ Միքայել Սրբազանը նամակ է փոխանցել եւ ուզում եմ ձեր համար ընթերցել։ Սիրելիներ, այս չարիքի իշխանությունը բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կազմակատարներից իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։ Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտարակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին իր համար անձրև է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի միջև այսօր։ Առայժմ այսքանը։ Գիչինը քանի հոգի ոգևորվեց այս տեքստով, իմ համար միանգամից անհասկանալի վիճակում հայտնվեց, միտքս ինչ է նշանակում, ես ավելի վտանգավոր եմ լինելու ձեր համար, քան միջև այսօր էի։ Ես այլ տեքստ կուզեի, որ դուք գրեիք, Սրբազան։ Ես չեմ ուզում ձեզ վտանգավոր տեսնել այս իշխանությունների համար։ Ես կնախընտրեի, որ դուք լինեիք հենարան ժողովրդի համար։ Այդքանով լինեիք վտանգավոր իշխանությունների համար։ Հասկանանք, վտանգավոր կարելի է տարբեր ձևերով հասկանալ։ Ի վերջո դուք բանտում եք լինելու, ես ձեզ վտանգավոր լինելու հանգամանքը չեմ հասկանում։ Եթե դա իհարկե, չգիտեմ, շանտաժով չի կամ ինչ որ մի բանով չի։ Ես ուրիշ բան կուզեի լսեի, ճիշտ ասած։
այդ վտանգավոր բառը այնքան կարելի է տարածություններ դնել տակը, որ ես չեմ ուզում դրանով զբաղվել։ Դա համար ես ասում, եթե ես կարդայի, որ դուք ամեն ինչ կանեք, որ հոգևոր հայրերը ձեզ հարգող, լսող դառնեն ժողովրդի համար հոգևոր հենարաններ, դա այդ ձև կընդունի, ես կմտածեի, մեծ մարդ ունենք մենք բանտում։ Ես չեմ ուզում ձեր մարդկային եւ հոգևորականի արժեքը ցածրացնել, չէ, ուղղակի այս տեքստը ուրիշ ձև կհնչեր։ Հուսով եմ, որ մյուս անգամ ձեր հայտարարությունները տարածելուց հաշվի կառնեք այս հանգամանքը։ Ես ակնկալիքներ չունեմ, որ դուք միանգամից դառնալու եք հռետոր, հա, ուսենց ամեն ինչ տեղի մտածված է լինելու, բայց մարդու մտքում ինչ կային է գնում։ Ի վերջո, ես այս ամբողջ ընթացքում չտեսա ամենակարևորը, որտեղ է կաթողիկոսը։ Չէ՞ ես հասկանում եմ, որ ձեր հնարավորություններն էլ է համեստ եւ ես չեմ կարող շատ բաներ ձեզանից պահանջել։ Իսկ որտեղ է կաթողիկոսը։ Ձեզ բամբարկում են, շողակաթը փակում են։ Ու է կաթողիկոսը։ Այստեղ է, որ ես ձեզանից շատ արդեն սենց ձեռնպահ եմ մնում ինչ-որ բան ուզելու, որովհետև այլ բան կլիներ, այլ իրավիճակ կլիներ, եթե կաթողիկոսն էլ ձեր նման ասեր, այս ավելի վտանգավոր եմ լինելու, կամ գործեր Նիկոլի համար, քան միջև հիմա է։ Իսկ այն հզորությունն ու պոտենցիալը, որ ունի հայ առաքելական եկեղեցին, դա կարա շրջի ամեն ինչ, այս իրականությունը մեկ օրվա մեջ Հայաստանում եւ ամբողջ Սփյուռքում։ Մեկ օր է պետք, մեկ օր, որ գլխի վար շուռ գա ամեն ինչ քպեականների համար։ Իրենք կարծես վստահ են, որ Գարեգինը չունի այդ ողնաշավը, այդ կամքը եւ այդ համարձակությունը, որ ինքը գավազանը խփի գլխին կամ գետնին գոնե, հա։ Գետնին ասես մի հատ խփի, մինչև Նիկոլի գլխին խփելը, գետնին խփի, ասես sense չեմ ուզում, փոխվելու է, հենց հիմա։ Աշխարհում ծայր, այտենց անկյուն, այտենց գաղութ չի մնա, որ չարձագանքի։ Ու այս ամենի ես հսկա ռեսուրս ունենալով, ու այդ հսկա եկեղեցու երկու սրբազանի դատեն, դուք ո՞նց եք գնահատում, հարգելի սրբազաններ։ Թույլ տվեք ես ձեր փոխարեն ասեմ, ինչքանով որ ես ձեզ քննադատեմ, բայց կարծում ձեզ էլ են դավաճանել։ Այո։ Ձեզ էլ են դավաճանել իդեպս կաթողիկոսի։ Հիմա կարող է այսօր մոտը մեկը գրել էր իմ եկեղեցուն բան չասես։ Ես ուզում ասեմ, ես ոչ մեկի եկեղեցուն ասելիք չունեմ։ Ես ինքս ցանկացած եկեղեցի հարգող մարդ եմ։ Ցանկացած։ Նույնիսկ ձեր ասած աղամների, իմ ամեն միևնույն։ Ես հարգում եմ ցանկացած մարդու հոգևոր արժեքները, նույնիսկ եթե նա չգիտեմ, տիկնիկների է պաշտում։ Բայց ես ասում եմ ինչու կա, որ այս մարդկանց դավաճանել են։ Այո, երկու սրբազանների դավաճանել են։ Սենց հետաքրքիր բան է ստացվում։ Բագրատ սրբազանը սկզբից դավաճանել ժողովրդին, հետո դավաճանեցին Բագրատին, եւ այսպես շարունակ։ Ափսոս։ Որտեղ մեկը հույս էր հայտնել, որ տեսեք ինչ շրջան է սկսում, հեսա քահանաներն են դառնում, հա, իրական առաջնորդներ, բան։ Ես ձեր ոգևորությունը չեմ կիսում։ Ես այդպիսի բան նախադեպ ու հնարավորություն չեմ տեսնում, որովհետև ամենակարևորն է բացակայում։ Կաթողիկոսը, իր կամքը, խոսքը, կարծիքը, նա ինչ-որ մարաղ մտած կատվի նման ինչ-որ բանի է սպասում, որ հանկարծ իրան չկպնեն ամենայն հավանականությամբ, որովհետև ըմբոստ մարդը գավազանը վաղուց էր խփել գետնին, վաղուց, այնքան առիթ կար դրա համար։ Իրան կա, ափսոս, ինչ ասեմ։ Եվ այսպես, երբ որ ցանց ձեռքը բռնող չկա, հիմա էլ անցել են ազատության հրապարակին։ Բա գիտեք թողելու են, որ մի բան մնա տեղում իրա, լսենք։ Ինչ վերաբերում է ազատության հրապարակին, մենք ունենք արդեն իսկ նախագիծ, որ պլանավորում ենք սկսել իրականացնել 2026 թվականին եւ այդ վատ մոխրագույն ասֆալտը փոխարինել շատ գեղեցիկ մոխրագույն քարով։
Հասկացաք։ Ասեն, երբ որ մոխրագույնը, բայց ասֆալտը, դա վատ է, բայց երբ որ մոխրագույնը, բայց փարա, այդ արդեն լավ է։ Հայաստանում ամեն ինչ լուծված է։ Երևանում մանկապարտեզները խնդիր չունեն, պոլիկլինիկաները խնդիր չունեն, տրանսպորտը խնդիր ընդհանրապես գոյություն չունի, հա, անցումներ, գետնանցումներ, էստակադաներ, ամեն ինչ լուծված է, խցանումներ, բան, այդ հարցեր ամեն ինչ վերացված է, այ, ոնց անենք, մոխրագույն ասֆալտը փոխենք մոխրագույն քար։ Սա է խնդիրը։ Երևանի քաղաքապետարանի։ Ամեն մի գործողություն ունենում է իր հակազդեցությունը։ Դե հիմա իր իշխանությունն իրանցն է, բյուջեն իրանցն է, ավականին իրանցն է, քանի կան դե Արամ Սարգսյան, մեծամասնությամբ դե նստած, Վազգենի քուրը, ԿՊ-ի հետ ամեն ինչ կարող են անել, Աբիրեն, եւ Ազատության հրապարակը պետք է վերածել շին հրապարակի 26 թվականի ընտրություններից առաջ։ Փողն էլ փող, լվալն էլ լվալ, փող լվալ, սա այն է ինչ որ եկած օրվանից անում են։ Եկած օրվանից։ Եթե այս ամեն ինչ որ իրականում են, չանդրադառնա քվեների ձևով իրենց ճակատագրի վրա, նշանակում է դեռ մի բան էլ մեզ քիչ են արել իրականում։ Մանավանդ որ հիմա որոշել են, որ Արցվագնիկի Պոչամբարը պետքա մեծացնել։ Հիշում եք, ես միշտ ասում եմ, սրանց ճակատագիրը որտեղ եմ տեսնում։ Այ այնքան ասեցի, իրանք հիշեցին ու ասեցին, այս լիճը փոքր է։ Սրա մեջտեղում կղզին փոքր կլինի, իսկ մենք շատ ենք։ Հասկանում եք, իրանք շատ են։ Սա Պոչամբարը, սա թույն է, այդ կոմբինատի թույները գալի լցվում այստեղ։ Գոլոշյանում այդ թույնը անձրևների ձևով լցվում է տարածքի այգիների բույսերի վրա, անցնում է հողի տակ եւ աղբյուրների հետ խառնվելով այդ թույնը հասնում է այլ տարածքներ։ Հիմա որոշել են սա քիչ է։ Իսկ ես հենց այս թույների կենտրոնում էի նախատեսել են կղզին, որի վրա պետք է տեղադրեի տեղաբորեի ԿՊ-ականներին, որը վստահ եղեք, կար ժամանակից հետո սկսելու են մուտացվել, ուղղակի թույնի ազդեցության տակ մուտացվում են, ինչպես են բույսերը մուտացվում, կենդանիները մուտացվում, տենց է ԿՊ-ականներն էին մուտացվելու ու այդ ամբողջ ընթացքը պետք է իրար տեսնեին, ով ոնց է մուտացվում, հա։ Եվ այսպես իրանք որոշել են, որ այս թույնը քիչ է, պետք է մեծացնել, բա դե ինչ։ Ըստ ՄԱԿ-ի բնորոշման Ադրբեջանը փախստական չունի, ասում է Մարիամ Ավագյանը, տեսնենք ինչ ասում։ Մենք Գանձակ Գարմանքից, Սումգայիթից, Բաքվից, Գետաշենից, Ենթաշրջաններից, Նախիջևանից, մի խոսքով փախածներս ունենք վերադարձի փոխհատուցում ստանալու իրավունք։ Ուսա մասի միայն ՀՀ կարող է բարձրաձայնել միջազգային քննարկումների, բանակցությունների եւ տարբեր ձևաչափերի, բայց դա չի արվում։ Մենք մեր վերադարձի իրավունքը այսօր արգելափակված է Բաքվի մարդատյաց ռեժիմով եւ Սումգայիթից իրականացած հանրության 35 տարիների ընթացքում Բաքուն տարաբացարձակ հայատացության մեջ մի խոսքով ցեղասպանությունն է կրում։ Մեր վերադարձի իրավունքը իրացնելու համար պահանջվում է այդ պետական միավորի դենացիֆիկացիա Բաքվի։ Հայատացությամբ ներծծված ողջ հանրության մոտ անհրաժեշտ է արմատախիլ անել վերացնել ֆաշիզմը, ինչպես դա արվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եվ այսպես։ Այսօր խոսում է ինչ որ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին։ Ըստ ՄԱԿ-ի բնորոշման Ադրբեջանը փախստական չունի, սակայն այսօր Ադրբեջանը հայ ժողովրդի վերացման հայկական պետականության ոչնչացման գործիք ուզում է օգտագործել հենց այդ հորինվածքը ադրբեջանցի փախստականների վերադարձը եւ փորձում է ՀՀ մխրճել հայատացությամբ հակված մարդասպանության պատրաստ իր հանրությանը։ Եվ ահա թե ինչու որևէ մեկ ադրբեջանցի փախստական չի կարող գալ Հայաստան ու բացի դա դեռ չի ապահոված ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների վերադարձը իրենց հայրենիք։
Հայաստանի իշխանությունները հնարավոր է շարունակական արտաքին պարտադրանքի տակ այսօր խոսում են, որ իրենք համաձայն են ընդունել ադրբեջանցի փախստականներին ՀՀ տարածքներ։ Նախ արդեն տարօրինակ է, որ իշխանությունները երբեք չեն պաշտպանել հայ փախստականների իրավունքները, նրանց իրավունքները վերականգնման համար որևէ ջանք չեն գործադրել, բայց օր առաջ խոսում են ինչ-որ ադրբեջանցի փախստականների մասին։ Փաստորեն, ՄԱԿ-ը ասում է, որ ադրբեջանցի փախստականներ չկա, Ադրբեջանը հայտարարում է, որ մեկը ուղարկելու է, որ Հայաստանի ոչնչություններից ոչ մի ձայն, ոչ մի պահանջ չկա։ Ու սա միակ բան խնդիր չէ։ Ադրբեջանցիները Զանգեզուրի Միջանցք երգ են գրել արդեն YouTube-ում տարածել Զանգեզուրը ներկայացնելով որպես հաղթանակի ճանապարհ։ Նիկոլ։ Դե հիմա մեկնաբանի ես երգը։ Մեկնաբանի, դու սենց կարում ես ասես սա։ Հա։ Դու կարում ես ասես, նայ, մարդիկ կլիպներ են նկարում։ Աղրի դաղից փչող քամին հազարավոր տարիներ ճամփա է գալիս։ Ցնծացեք Թուրանի ցեղեր, բա։ Միավորող բազուկն է գալիս։ Ուժը երկնային աստծուց, սերմը նորից է գալիս։ Նույնն էլ է իրանց։ Սրտի մտում հոգու մեջ, պորտկումով հոգուց է գալիս։ Ծագումը օղուզական ցեղից է իրանց։ Քաջ զավակի, քաջ ցեղից ճանապարհը հաղթության ճամփա է։ Զանգեզուր։ Բա ընկերներ ջան։ Դե հիմա Փաշինյան Նիկոլ մեկնաբանի, դու սիրում ես մեկնաբանել, որ Զանգեզուր ասելով ինքը Զանգելանի նկատի ուներ։ Դե հիմա այս ամբողջ տեքստը անգիր ես անում ու սկսում ես մեկնաբանել, թե այս երգը ինչի մասին է գրված, ինչ են ուզում, ով է իրանց այս իրավունքները տվել, այս խոստումները տվել, այս թևերը տվել, որ իրանք թռնեն այս Թուրանի ցեղերը։ Այս Թուրանի ցեղերին հիշացնելու մի քանի եղանակ կա, ձևեր կա, որի մասին ընթացքում խոսելու եմ ընթացքում։ Նախ իրանցիներին եմ ուզում ցիտեմ, բաները շատ նեղացած են, ադրբեջանցիները، սա իրանք են տարածել. بخش اعظمی از کشور ایران جدا شد. خب مردم ایران اونورن بخششون. Ես էլ չեմ հասկանում պարսկերեն եւ որոշեցի այս տեքստը վերցնել ուղղակի թարգմանել։ Կարճ ձևով տվեցի Google Translate-ին ադրբեջանական տեքստը թարգմանեց ինձ հայերեն պետք չի, որ հայկական մամուլը թարգմանի։ Մի խոսքով նախկին պատգամավոր Իրանի Մահմուդ Ահմադ Բիգաշ պարզ ասում է, եթե Ադրբեջանը սադրի, մենք կվերադարձնենք Ադրբեջանը։ Մեզանից խալված Ադրբեջանը կվերադարձնենք, հա։ Եվ դա ասել է, որ այն հանգամանքը, որ իրենց նախագահը ասում է, որ Ադրբեջանի հետ մենք խնդիր չունենք, հա, իրանք մեր մի խոսքով կապված ենք Ադրբեջանի հետ, ասում է դա էլ է ճիշտ, բայց մենք հասկանում ենք, չէ՞ ինչ անում Ադրբեջանը, ասում է։ Էրդողանը, Ալիևը եւ մյուսները պետք է իմանան, որ իրանցիները ագրեսոր չեն, այլև պաշտպաններ են։ Եթե միջադեպ տեղի ունենա, գուցե մենք նույնիսկ վերադարձնենք Ադրբեջանը։ Բաքուն հուսալի չէ, մենք պետք է շատ զգուշ լինենք Բաքվի հետ։ Մեր հարևաններից ոչ մեկը չի արել այն, ինչ Ալիևն արեց հեղափոխությունից հետո։ Եթե ԱՄՆ-ը, Իսրայելը մոտենան մեր սահմանին, հաստատվեն այնտեղ միթե չենք տուժի մենք։ Բաքուն Իրանի հետ լարվածության պատճառն է եւ դավաճանել է Իրան։ Սա է իրանցիները չեն ծուլանում հիշեցնել, որ իրանք ամեն ինչ նայում են, որովհետեւ հենց հիմա հարձակման են սպասում եւ Իրանը տասնապատկվել է զինված ուժերի հարձակողական կարողությունները, որովհետեւ մեծ թափով Ամերիկայի Միացյալ Նահանգները նորից զորքեր ավիակիրներ է տեղափոխում Պարսից ծոց եւ օդում վերալիցքավորող օդանավներն են թռնում դեպի Կատար եւ դրա համար Կատարից ներողություն պարտադրեց խնդրի Նետանյահուն։ Գիտեք, չէ՞։ Նստած իր սենյակից Թրամփը զանգեց Կատարի շեխին ու տվեց հեռախոսը Նետանյահուն։ Ասաց դե մի հատ ներողություն ասա, ապուշ, որովհետեւ այդ տարածքը մեզ պետք է, եթե ուզում ես Իրանի խփես։ Դու միջև ներողություն չասես, մենք չենք կարող Կատարին նորից օգտագործենք, որ խփենք Իրանին ընդերից։ Դե Նետանյահուն
վերցրեց, այն ինչ արել։ Սպանել է, մի հատ ներողություն էլ չասի, հանգիստ ասեց ինքը դրա մեջ խնդիր չունի։ Եվ այսպես Իրանը շատ լավ հասկանում է, որ հարձակումը նորից սպասում է վրա եւ կրկին օգտագործելու է Ադրբեջանի տարածքը։ Եվ ինքը պարզ ասում է, մենք կարող ենք վերադարձնենք Ադրբեջանը։ Դուք ինչքան ուզում եք Զանգեզուր երկիք։ Ալիևը Փաշինյանը ձեզ չի փրկի այս անգամ։ Դրան զուգահեռ Իրանը ձերբակալել է հնդկական մեծ նավ, որը փաստորեն 719 հնդկական դրոն է տեղափոխելուց եղել դեպի Իսրայել։ Պատկերացնում եք։ Թվում է թե Հնդկաստանն ու Իսրայելը Իրանը պետքա մի կողմում լինեին, բայց փաստորեն Հնդկաստանը 719 դրոն վաճառել տեղափոխել դեպի Իսրայել, որը հենց պարսիկները ձերբակալել են մի ամբողջ նավ։ Լուրջ իրավիճակ է սպասում, որովհետև Նետանյահուն պետքա հաղթանակ տոնի անպայման։ Այն ինչ որ կատարվում է աշխարհում, ահավոր վտանգավոր է Իսրայելի համար։ Արդեն Պաղեստինի անկախությունը 137 երկրներից հասավ ճանաչած 150 այսօրվա վիճակով։ 150 երկիր արդեն ճանաչում է։ Եվ process-ը դեռ շարունակվում է, չի որ դա վերջացել է։ Ու ինքը հասկանում է, որ դա իր պետության վախճանն է։ Միակ փրկությունը Նետանյահուի դա պատերազմն է։ Պատերազմ ոչ թե ասենք, չգիտեմ, դա Լիբանանի հետ, Իրանի, որտեղ ինքը ինչ որ մեծ նշանակալի բան պետք է ցույց տա, որ այս հաղթանակը ես տոնեցի։ Իսկ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների դա չի կարող անել։ Եվ քանի դեռ Թրամփը դեռ ի վիճակի է բան խոսի եւ նախագահի աթրումը նստած, ինքը պետք է արագացնի շտաբի այդ հարցը լուծելու։ Բայց շտապող ու արագացող Նետանյահուն երկու ոտքով մեծ երկուսս ոտքերով ընկնելու է նույն թակարդը, ինչ ընկավ հունիս ամսվա մեջ։ Այս անգամ փրկություն չի լինելու։ Ոչ եթե խառնվեց Ադրբեջանը, Ադրբեջանի համար փրկություն լինելու, ոչ Իսրայելի։ Թքած ունի Նետանյահուն ազդեցության վրա, հետևանքների վրա։ Իրեն, ինչպես Պուտինին, իր իշխանությունից բացի ոչ մի բան չի հետաքրքրում։ Կամ հարձակվում է, կամ կորցնում է իշխանությունից։ Եվ Նետանյահուն որոշել է, որ պետք է հարձակվի։ Տեսնենք։ Մեր ընկերներին լսենք եւ ասենք ամենակարևոր մասին վերջում, որ ես միշտ պահում եմ ձեր համար իմիջելուց։ Եթե չեք տարածել, ուրեմն տարածեք։ Կողմեք բժշկական պարտադիր ապահովագրություն։ Խափում են, ունեմ։ Էդում հասնում ես ընդ ասում է բանը, պայմանագրով էսի չկա, այնի չկա։ Պետք է լավ ուսումնասիրես պայմանագիրը, թե չէ հողը վերցնում են, ասում են էսի խրոնիկ հիվանդության հետևանքը այն է, այսօր Նիկոլի պես խափում են հետևանքը։ Բա ինչ եք ուզում, Նիկոլի նման վարչապետ ունենաք ու ձեզ չխափեն։ Տարյանը սարքեց մի ակողմանի պրոսպեկտը լրիվ կայնում է, Մոսկովյանից կամ Բաղրամյանից եկողը այն կողմից, որ պիտի մտնի Սայաթնովա, չի կարում ժամանակ առնում, օպերայից ելնողը ձախ չի կարում անի դեպի Բաղրամյան, որովհետև վերևից հոսքը կայնած է լրիվ։ 20 տարվա վարորդ Արմեն Զաքարյանը խոշոր հաշվով գոհ չէ վերջին շրջանում Երևանում կատարված երթևեկության փոփոխություններից։ Տաքսի է վարում, ուղևորներին A կետից B կետը հասցնելու ընթացքում ամեն օր մտքում հարցեր է տալիս քաղաքային իշխանությանը։ Հիմա ես մարդ անեմ Սարյան, Պուշկին չես կարա մտնես, ահա որա, որովհետև վերևից փարփեցին ա գալիս, որ հատի Պուշկինը գնա Արամիով կարենա Սարյան մտնի, բացառվում է, Բյուզան չես կարա մտնես, որովհետև ձախ չկա դեպի այս կողմ, պիտի եթաս միջև էթել չես կարում, հիմա դու որ իջացնես Սարյանի սկիզբ, պիտի եթաս գոնե փորձես Մոսկովյան, Սայաթնովա, հատես այն կողմով կարենաս հետ գաս։ Մի խոսքով։ Այս բազմաթիվ չլուծված խնդիրների հետ միասին Ավինյանը զբաղմունք է գտել մոխրագույն ասֆալտը փոխարինել մոխրագույն քարով։ Երևանցիներ ջան, դիմաց հանդրությունները դուք լինել է մարդուց գտնի արդարացնի սրանց գործողությունները ինչ-որ մի բան։ Ինձ անկեղծ հետաքրքիր է։ Գտեք մի հատ օրինակ, ես ուզում եմ այդ անկեղծ խոսել։ Անկեղծ, ոչ վիրավորել, ոչ ծաղրել, չուզում եմ հասկանալ այդ մարդիկ ինչ է, ոնց են մտածում։ Որպես ուսումնասիրող եմ ես հասկանում, իմ համար դա շատ կարևոր է։ Էս ինչ եք անում։ Որ
բարոյական իրավունքով եք դուք Մեսրոպ Մաշտոցի եւ նկարեի եւ անունը առաջին դասարանի դասագրքից հանել։ Գետին ամատնեք ավելի լավ է։ Էս ինչ անամոթություն է, էս ինչ ազգադավություն է, էս ինչ դավանափոխված եք դուք, ես չեմ հասկանում։ Հա, երկրորդ դասարանի հայոց լեզվի դասագիրքը հենց այսպես փակում են, այստեղ ուրվագծում է Ադրբեջանի դրոշը։ Այդքան հարազատ է ձեզ, չհանդապեք, ներողություն եմ խնդրում, ականդրից ու ընկնդրից։ Գնացեք Ադրբեջան կամ Թուրքիա, գնացեք ինչ ուզում եք արեք, ձեր ձերքը բռնող չկա, բայց ձեր անսուրդ ձերքերով մի մոտեցեք մեր պատմությանը, հայոց պատմությանը մոտեցողի ձերքերը պետք է մաքուր լինեն, սիրտը ջեր։ Բերաննել մաքուր։ Ինձ հետաքրքիր է, ոլորտ կա, ոսանացից գոհ է։ Մի աղջնակի եմ ուզում ներկայացնել, այսօր ասել եմ, չէ, ավելի քիչ եմ խոսալու, թող իմ փողանակ խոսի։ Ժողովի նախագահը ունի միջին մասնագիտական կրթություն, ծանոթացեք Հռիփսիմե Հունանյանն է, այսուհետ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահը։ Ունի միջին մասնագիտական կրթություն, բուժքույրը։ Կարծում է, որ այս պաշտոնի համար բավարար է լինել սիրալիր ու հարգալից, ունենալ քթածակ եւ ընդհանրապես կարիք չկա բարձրագույն կրթության։ Չեմ վիճի կան մի շարք մասնագիտություններ, որոնց պարագայում ընդհանրապես անհրաժեշտ է ակադեմիական կրթությունը։ Բայց սա ընդհանրապես այդ դեպքը չէ։ Երբ մարդը պետք է աշխատի բացարձակապես ակադեմիական սեկտորի հետ, երբ պետք է որոշումներ կայացնի, որոնք ազդելու են 3 միլիոն բնակչի վրա, մինիմում անհրաժեշտ է մագիստրոսի աստիճան։ Սիրելի երիտասարդներ, սա թող ձեզ համար չլինի օրինակ եւ երբեք չմտածեք, որ ճիշտ է եւ կարելի է զբաղեցնել բարձր պաշտոններ առանց համապատասխան կրթության։ Եվ հիշեք, կրթվելը նորաձև չէ, կրթվելը անհրաժեշտություն է։ Լավ է, չէ։ Երիտասարդներ ջան, դուք իմ հույսն եք։ Ես ձեզ խնդրում եմ, այսենց, ես չեմ ճանաչում աղջնակնովը։ Շնորհակալ եմ նյութի համար, շնորհակալ եմ ձեր քաղաքացիական պարտքի գիտակցման համար։ Սա մեր բոլորինն է, սա մասին ես վերջում էլի թողել եմ ուրիշն ասելու։ Շատ արժանի մարդ։ Ինչքան նման նյութեր կա, ուղարկեք ինձ։ Իհարկե ուղարկում են, իմ ասիստենտները, օգնականներն աշխատում են, դուք էլ ուղարկեք։ Ուղարկեք, ես չեմ ուզում մի երիտասարդ մնա անտեսված, թող մարդիկ զգան, որ իրենց գնահատում են իրենց արած գործը, մեզ պետք է, կեցեք դուք։ Որ ազգային ժողովի նախագահը դեգեներատ բառնյութան։ Ախ, որպես դրանց նմաններին մի էլի խուշտենք։ Այդ 10%-ներն է շատ։ Հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ զորահանդես Ոչ ուզում եմ լսել, ոչ էլ ուզում եմ։ Ասում է 10%-ներն է շատ։ Եվ այսպես էլի իմ փոխարեն խոսքը տալեմ իմ շատ լավ բարեկամ համաշխարհային մասշտաբի երաժիշտ Սերգեյ Խաչատրյանին։ Լսեք, ընթացքում կխոսենք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ 1 տարի առաջ դուք Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկացու հավունը կատարելուց առաջ խոսք ուղեցիք դահլիճին, ես հիմա մեջ կբերեմ այդ խոսքից փոքրիկ հատված, ասում եք առանց պատմական Հայաստանի, առանց մեր պատմության, մշակույթի, առանց այդ արժեքների ես իմաստը չեմ տեսնում ապրելու եւ ստեղծագործելու։ Դուք ասում եք մի ժամանակաշրջանում, երբ թե պատմական Հայաստանը, թե մեր խորհրդանիշները, թե մեր հիշողությունը, թե պատմությունը, ինքնությունը թիրախավորվում են եւ դա արվում է ամենաբարձր մակարդակում։ Եվ այս պայմաններում շատ կարեւոր է, որ հատկապես էլիտաները, մտավորականները դիմադրեն դրան։ Բայց մենք նաեւ տեսնում ենք, որ ոչ միայն չեն դիմադրում, այլ նաև կան մարդիկ, որոնք ուղակի կամ անուղակի դառնում են այդ քարոզչության մաս։ Այսինքն ոչ միայն հաշտ են այս ամենի հետ, այլ նաև կարող են ապրել ու ստեղծագործել այս պայմաններում։ Դուք ինչով դա կբացատրեք, ինչու։ Նախ ես առաջին անգամ եմ լսում այս հաղորդումը, առաջին անգամ տեսնում հաղորդավարին, որի անունը Լիլիթ է։ Նախորդ շնորհակալություն եմ ուզում ասեմ, հայտնեմ Լիլիթին, կեցես Լիլիթ։ Շարունակի։ Ընթացքում ավելի եմ ասելու, հիմա լսենք պատասխանը։ Ձեզ համար հիմա այս պատասխանը կտա, մեզ բոլորիս այդ պատասխանը կտա համաշխարհային մասշտաբի առաջի կարգի ջութակահար, այսինքն եթե վերցնենք երաժշտություն, ամենաբարձր
այն կատեգորիայի վրա երաժիշտներ կան, դիրիժորներ, երգիչներ, ջութակարներ, այդ առաջի կատեգորիայից մեկը կանգնած այսօր ռեալ Սերգեյ Խաչատրյանը։ Հիմա ինքը հարցին կպատասխանի։ Երևի այդ հարցը այդքան էլ ինձ չպետք է ուղղեք, այլ այն մարդկանց, որոնք որ այդ ամեն ինչով հաշտեն, ինձ դժվար է դա պատասխանել։ Ամեն մեկը ունի իր դրդապատճառները, ես կարծում եմ։ Գիտեք, մինչև մարդկանց դատել ուղղակի նաև մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ իմ երաժիշտ լինելը համեմատ շատերին, որոնք որ այստեղ են ապրում, ես ունեմ այդ առումով շատ ավելի շատ ազատություններ։ Երբևիցե մենք դա չպետք է ոնց որ անտեսենք, դա չի նշանակում, որ մարդիկ չպետք է արտահայտեն այն ինչ որ իրենք մտածում են, իհարկե, եւ ուղղակի ես միշտ հաշվում եմ, որ ես ունեմ այդ ազատությունը, քանի որ ես կապված չեմ Հայաստանի հետ իմ առօրյա կյանքով եւ իմ, չգիտեմ, թե ֆինանսական կյանքով եւ այլն, եւ դրա համար ես ունեմ այդ առումով շատ ավելի շատ ազատություններ ասել այն ինչ որ ես մտածում եմ։ Արդյոք ես նույնը կասեմ, ես կարծում եմ, որ ես նույնը կասեի, եթե լինեի նույնիսկ Հայաստանում, բայց մինչև դա տեղի չի ունենում եւ մինչև դու այդ միջավայրում չես ապրում եւ չես փորձում ստեղ ինչ որ մի բանով զբաղվել, ես չեմ կարող այդ ժամանակ մարդկանց ոնց որ մեղադրել, որ իրանք միգուցե այդքան ինչ որ կաշկանդվածություններ ունեն, որովհետեւ իրանք, չգիտեմ, ունեն միգուցե նվագախումբ կամ իրանք ինչ որ մի կերպ կապված են այստեղի կյանքի եւ այստեղի նաեւ միգուցե իշխանությունների հետ, որոնց որ ինչ-որ չափով կարող աջակցում են կամ չեն, դրա համար չեմ սիրում ես ուղղակի մարդկանց ոնց որ վիճակավորել այդ առումով, բայց ամեն մեկը ես կարծում եմ, որ իր սկզբունքները պետք է ունենա եւ շարժվի իր սկզբունքներով։ Ուղղակի մարդիկ, որոնք որ ստեղ ապրում են, կարծում եմ, որ այդ առումով ավելի մեծ դժվարություններ ունեն, քան թե ինպես մարդիկ եւ ինպես արվեստագետներ կամ ուրիշ բնակավարի մարդիկ, որոնք որ այդ առումով շատ ավելի ազատ են։ Սովորաբար էլիտա համարվող մարդիկ, մտավորականները ունեն ակնհայտորեն Լիլիթին չբավարարեց, իհարկե ինքը տվեց իդեալական պատասխան, որ ինքը ստեղ լինել իհարկե, ինքը կմոստանալ, ինքը պետք է ունենա, ինքը ունի սկզբունքներ եւ բոլորը պետք է ունենան սկզբունքներ, բայց քանի որ ինքը ոչ իմանով կապված չի ստեղի հետ, իր համար դա ասել ավելի հեշտ էր, բայց ակնհայտ Լիլիթին դա ոչ լիարժեք բավարարեց այս հարցի պատասխանը եւ հիմա լսենք Լիլիթի երկրորդ հարցը։ Նույն առաքելություն եւ իրենք այդ առաքելության ճանապարհին չպիտի տրվեն գայթակղությունների։ Իրենք գիտակցաբար են ընտրում այդ ճանապարհը, իսկ այդ ճանապարհը այն է, որ անկախ գայթակղություններից եւ դժվարություններից դու պիտի մարդկանց ուղղորդես արժեքների ճանապարհով։ I put this Եվ այս իմաստով իրենք որոշակի տարբերություն ունեն շարքային քաղաքացիներից եւ դրա համար է որ մենք ունենք սպասելիքներ, որ վարկ կթելադրեն հանրությանը։ Այո, դե իհարկե պատասխանատվություն կա։ Դուք Վերջ։ Իհարկե Սերգեյ Խաչատրյանը չէր կարող ասել միանգամից, հա, sense։ Իհարկե դու պատասխանատվություն ունես։ Ինչքան էլ ուզում պետությունից դու կախված լինես։ Առաջին հերթին դու պետք է սկզբունքայնություն ունենալ եւ պատասխանատվության զգացողություն։ Շնորհակալություն Լիլիթի, որ օգնեց Սերգեյին, որ այդ հարցին սպառող պատասխան տա։ Լիլիթին ինձ ասել է իր անկալունակությամբ, քաղաքական դիրքորոշումով, քաղաքացիական, մարդկային, հա, իսկ Սերգեյը ցույց է տալիս, որ հանճարեղ երաժիշտ լինելը դա ջութակ նվագելը չի մենակ։ Դու առաջին հերթին պետք է մարդ լինես եւ դրա մասին ինքը ասում։ Մեր մշակույթի դերի ու կարևորության մասին եք բարբերաբար խոսում, ասում եք, որ որպես երաժիշտ դուք չէիք ունենա այն զգացմունքները, եթե չլինեիք ազգությամբ հայ եւ եթե չլինեիք այն մշակույթի կրողը, որ որպես հայ կրում եք, եւ հա, մշակույթը ինքնության բաղադրիչ է, իմունիտետ է, որ այդ ճգնաժամային իրավիճակներում կարողանում է այդ արհեստական շնչառության դերակատարումը անել եւ այդ շրջանում փրկել, որտեղ եթե դու
կապվածություն ունես քո մշակույթի հետ, ժառանգությունը ճանաչում ես, ամենադժվար իրավիճակներում դու չես կարողանում մոռանալ, թե դու ով ես, քո դեմքի մասին չես մոռանում։ 20 թվականի պատերազմից հետո մենք ակնհայտորեն իմաստները կորցրել ենք, նաև մեր դեմքն ենք կարծեք թե կորցրել։ Բայց երևի թե ամենավատը դա չէ, այլ ամենավատը այն է, որ մենք չենք գիտակցում, որ դա կորցրել ենք եւ պիտի դրանք փնտրենք։ Լրիվ համաձայն եմ եւ Ոյակապա չէ։ Ես ինձ իմ ավելի հանգիստ եմ զգում։ Ոչ թե որ բոլոր հարցերը լուծված են, չէ, որ կան այս երիտասարդները։ Ես վստահ եմ, որ եթե կա Լիլիթը, կա նաև Էլիմարտիկ։ Որտեվ իրանք, ես հիշում եք, ես միշտ ասում եմ, երիտասարդներին դուք մի թերագնահատեք, իրենք կարող է չգոռան, փողոցներում միտինգներ, բաներ չանեն, բայց իրենք ամեն ինչ տեսնում եւ ավելի գուցե ավելի շատ են տեսնում, քան մենք։ Մի քիչ ուրիշ անկյան տակ։ Գուցե իրանց մեր գործիքակազմը պայքարելու ձևը դուրս չի գալիս։ Իրենք իրաց եզրակացություններ ունեն, վստահ եք, որ ունեն։ Այ հիմա տեսնում եք այս տեսանյութում երկու լիարժեք հայորդի Լիլիթին եւ Սերգեյին։ Իսկ հիմա Սերգեյին ինչ ասում է։ Կարծում եմ, որ երևի թե այս վերջի 44 օրյա պատերազմից հետո մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, ինչ որ նաև ընկել ենք, չգիտեմ, դա կոչեմ շոկային, ինչ որ իրավիճակ, որը որ բերել է ցավոք սրտի ինչ որ չափով, համենայն դեպս ես եմ այդ զգում, ինչ որ անտարբերություն ընդհանրապես ինչ է կատարվում եւ ինչ այս ողբերգությունից հետո մենք ինչ ճանապարհով ենք գնալու եւ այդ ողբերգությունը եւ այդ անտարբերությունը, որի մեջ մենք դեռ գտնվում ենք, երևի ուրիշ ուժերը օգտագործում են, որ անեն այն լուծեն այն խնդիրները, որ իրանք հաշվում են, որ պետք է լուծեն, որ իհարկե մեր ազգին ընդհանրապես դեպի լավ ուղղություն չի տանում, բայց ճիշտ ասած ինչքանով ես հասկանում եմ, ես մասնագետ չեմ այդ ամեն ինչի, բայց ինչքանով ես տեսնում եմ 44 օրյա պատերազմը մենակ չի դա հանգուցալ լուծում էր ինչ որ ճանապարհի, որը որ մենք շատ վաղուց էինք արդեն այդ երկաթ գծեր, այդ ճանապարհով գնում եւ ինք ուղղակի եկավ եւ այս վերջի արդյունքը եղավ սրա, միգուցե սա նույնիսկ դեռ վերջի արդյունքը չի, դեռ սա էլ չգիտենք։ Այսինքն կարող ավելի վատ է, հա լինել։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, որովհետև քանի մենք դեռ չենք արթնանում եւ քանի մենք դեռ չենք գիտակցում մեր խնդիրները եւ այս ամբողջ ինչ որ չափով ես դա ավելի շուտ ասում եմ այն Her hand used to tremble ուտը, որի մեջ մենք շատ վաղուց արդեն ապրում ենք, նաև որպես հասարակություն, նաև Միատել եմ ուզում եմ լսենք։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, որովհետև քանի մենք դեռ չենք արթնանում եւ քանի մենք դեռ չենք գիտակցում մեր խնդիրները եւ այս ամբողջ ինչ որ չափով ես դա ավելի շուտ ասում եմ այն սուտը, որի մեջ մենք շատ վաղուց արդեն ապրում ենք, նաև որպես հասարակություն, նաև սկսած մեր մտածելակերպի խնդիրներից, էլի ոչ միայն հիմա քաղաքական էլիտայի մասին է խոսքը կամ քաղաքականության մասին է խոսքը, այլ որտեվ ես տեսնում եմ, որ այդ այսօրվա, եթե մենք հանդուրժում ենք այսօրվա քաղաքական էլիտային եւ այդ մարդկանց, որոնք որ այսօր որոշումներ են կայացնում, ուրեմն մենք ինչ որ մի մասնիկ ենք դրա։ Ինչքան Ֆանտաստիկ։ Ես ասում եմ, հնարավոր չի լինել փառահեղ երաժիշտ առանց փառահեղ մարդ լինելու, ես այն նկատում եմ։ Սա նկատում եմ։ Եթե մեկը իրան համարում է փառահեղ երաժիշտ ու միաժամանակ ինքը անկեղծ ու փառահեղ մարդ չի, ֆուտեն ինքը ֆեյք է։ Ինքը ուղղակի լավ, այդ տեխնիկային լավ է տիրապետում, ասենց ասեմ։ Դա արդեն ինչ-որ տեխնիկա է, մասնագիտությունն է, որ ինքը լավ է տիրապետում, այդքան բա։ Իհարկե, հիմա ամեն ինչ ընդհանրացնում ենք, քան իհարկե բացառություններ եւ մարդիկ, որոնք որ պայքարում են դրա դեմ, բայց մենք մեծ իմաստով ինչքան դա կոպիտ է միգուցե լսում, բայց արժանի ենք այն ինչ որ մենք այսօր ունենք։
Եվ այդ գալիս է նրանից, որ ինձ թվում է մենք շատ երկար տարիներ արդեն գնում ենք մի սխալ ճանապարհով եւ այսպես ասած ստի ճանապարհով, որը որ մենք անընդհատ փորձում ենք այդ գալիս է այդ բոլոր այդ նույնիսկ անհատական, հա, մակարդակի վրա է, որ խոսում ենք այդ բոլոր խոսույթներից, որ մենք չենք ուզում տեսնել ընդհանրապես մեր սխալները, ոչ թե մենակ որպես ազգ, այլ նույն անհատները իրենց ընտանիքներում եւ չեն միշտ մեղավոր են ուրիշները, մեր անհաջողությունների համար մեղավոր են ուրիշները եւ քանի մենք դեռ շատ եմ ես ինձ ասել, բայց քանի մենք դեռ ունակ չենք հայլու մեջ նայել եւ իրականում տեսնել մեր դեմքը եւ տեսնել նաեւ մեր բոլոր խնդիրները ինչու ենք մենք եկե եւ ինչի ենք մենք այսինքն իրականությունից կտրված խնդիր ունենք եւ մենք ապրում ենք ինչ-որ մի հատ ուրիշ իրականության մեջ կամ ուրիշ սուտ իրականության մեջ, որ անընդհատ մեզ փորձում ենք համոզել, որ ուրիշներն են մեղավոր եւ թշնամիներն են կամ, չգիտեմ, ռուսներն են կամ ամերիկացիներն են կամ եւ մարդը ապրում է անընդհատ այդ իրողության մեջ, անհնարին է, որ մի օր դու դրա պատասխանը չտաս։ Մենք անընդհատ հույս ունենք, որ այնց հայկական ձևի ասած պլստալու ենք եւ այս անգամ է ինչ որ կանցնի կգնա, բայց անհնարին է, որ հավերժ դու դրա տակից փախնես ու ինչքան դու եթե նույնիսկ ժամանակի ընթացքում ինչ որ բաները մի ձևի այսպես ասած պլստացել ես, այդ նշանակում է, որ մյուս անգամ ավելի հզոր է հարվածը լինելու։ Եվ դու չես կարող ուղղակի դրանից խուսափել։ Շատ-շատեր ուղղակի օտարում են այս իրականությունը իրենցից եւ չեն էլ գիտակցում սրա ծանրությունը։ Եվ այս իրականության ամենավատ կողմը նաև այն է, որ մարդիկ ոչ միայն էլիտաները, գործիչներն են, շարքային քաղաքացիները այս ողբերգության աստիճանը չեն գիտակցում, հայրու մեջ չեն նայում, այլ նաև այն է, որ եթե անգամ գիտակցում են, շատերը ուղղակի շատ արագ լուծումներ են փնտրում ու փրկիչների են փնտրում։ Դա նաև ինձ թվում է մի քիչ մեր Paraya. Fantastik. Շնորհակալություն Վիլիպ ջան։ Հաճելի է լսել, որ նախ մենք մենակ չենք։ Ես չեմ խոսում ես, մենք բոլորս մենակ չենք։ Եվ սա ասվում է երիտասարդների բերանով։ Եվ իրանք իրանց մեջ են խոսում։ Իրանք իրար մեջ են ուզում փնտրեն այդ լուծումները։ Մեզանից ձեռ են քաշի արդեն։ Մեզանից ու ճիշտ են արել։ Ու ճիշտ են արել, որտեղ այս հարցերի լուծումը որ գտնեն իրանք են գտնելու։ Դա մենք մեր հարցերի լուծման հնարավորությունները տապալել ենք։ Մենք fail ենք եղել։ Մենք տապալվել ենք։ Եվ այդ հայլու մեջ նայելու եւ խոստովանելու բանը առաջին հերթին մենք պետք է խոստովանենք, մեր սերունդը, որ մենք անկախությունը ուղղակի սպառեցինք։ Անկախությունը ուղղակի այդքան ճիշտ կինս փրշտաց։ Մենք ուղղակի մսխեցինք։ Առանց հասկանալու այդ ինչ մի նվեր էր Աստծուց տված։ Ու հիմա պետք է մենք բոլորս, մանավանդ իմ սերունդը եւ ինձանից մեծ, ամեն ինչ անեն լսելու իրանց նախ, խոստովանելու մեծ սխալները եւ մեղքերը իրանց նկատմամբ եւ ամեն ինչ անել իրանց օգնելու համար։ Դա չի նշանակում, որ մենք զենքերը վայր ենք դնում կամ լքում ենք խրամատները, ոչ, մենք առաջի գծում ենք իրանց պաշտպանելու համար։ Բայց իրանք պետք է ասեն մեզ ինչ անեն։ Ազգի խնդիրն է ոչ միայն այս վերջի տարիների, այլ նաև ընդհանրապես, որ մենք շատ, այսինքն մենք չունենք այդ պետության եւ պետականության մտածելակերպը, մենք չունենք այդ, որը որ միգուցե բնական պատճառներով է, ուղղակի մենք դեռ չենք կարողացած ստեղծել, երբ որ մենք ստացանք մեր երկրորդ անկախությունը, մենք նորից միգուցե հնարավորություն ունեինք ստեղծենք, բայց մենք չգիտեինք ինձ թվում այդ անկախության հետ մենք ինչ պետք է անենք, դες կոպիտ ասած։ Եվ մենք չստեղծեցինք իրականում ազգ, ոնց որ մենք չդարձանք, որը որ իրականում կրում է պատասխանատվություն իր երկրի համար, այսինքն մեզ մոտ չկա դեռ այդ զգացմունքը, որ անհատն է պատասխան իր երկրի համար։ Մենք միշտ, ոնց որ դուք ասացիք,
Փնտրում ենք միշտ հերոսներին, որը որ պետք է գա եւ մեզ փրկի եւ այդ ժամանակ մենք լավ ապրենք։ Եվ մի անգամ է առիթեղես ասել եմ, ես հետաքրիր եմ, որ նայում ենք մեր պատմությունը, որ ես այդքան չեմ կարող ասել, որ այդքան խորը գիտեմ, բայց ես անընդհատ զգում եմ, որ մենք կարողանում ենք մենակ շատ լավ գործենք, երբ որ կա արդեն ինչ-որ մի համակարգ, որը որ գործում է։ Բայց մենք ինչ-որ չափով ես հասկանում եմ, որ մենք ունակ չենք ստեղծելու մեր համակարգը։ Այսինքն մեր, այսպես ասած, այդ գործարանը, որը որ աշխատում է, մեր վերջի այդ համակարգը դա խորհրդային միությունն էր, որը որ ինչքան էլ ինքը բացասական եւ նաեւ դրական կողմերն էր, ինքը այդպիսին էր եւ դրա մեջ էլի հայերը ինչ որ բարձունքների հասան եւ ստեղծեցին եւ ունեցանք հանճարներ եւ այլն, բայց երբ որ այո, նաեւ բայց երբ որ մեզ ասում են, որ գիտեք ինչ, ոչ մի բան չկա, հիմա դուք ինքներդ պետք է ամեն ինչ ստեղծեք, մենք չենք կարողանում։ Եվ դա էլ միգուցե բացատրությունն է, ինչի են միշտ հայերը, երբ որ գնում են արտասահման, իրանք հաջողում են։ Այո, հաջողում են, որտեղ իրանց, չգիտեմ, ստեղծագործական տաղանդի շնորհիվ, ճկունության շնորհիվ, բայց դա այդ ճկունությունը հետաքրքիր է, այդ ճկունության ինձ թվում է այսպես ասած դրական կողմը նաև գալիս է միգուցե նրանից, որ երբ որ դու երբեք պետություն չես ունենում եւ դու անընդհատ քո միտքդ միշտ աշխատում է ոնց դու կարողանաս գոյատևես եւ նաեւ տարբեր երկրում, դրանից է դու այդ ունակությունը ձեռք ես բերում։ Դժվար իր առաջի թեմային վերադառնում եմ, մտովի ես ինքը միջև խոսում էր, ինքը մտածել դե ես դրսում եմ ապրում, իմ համար հեշտ է, դե այո պետք է սկզբունքային լինել, բայց ես չեմ կարող քննադատել հա տեղում ապրող աշխատողներին։ Ես գիտեք ինչ եզրակացեցի մտքիս մեջ, իրականում ոչ մեկին չեն ստիպում, որ ինքը կռանա, չկա նման բան, ոչ, սխալ չկարծեք դուք հանկարծ, կռացողները ինքնակամ են գնում դրան, ոչ մի ուղիղ ու պինդ կանգնած մարդու չեն ասել կռացի, չեն ասել առնվազն, ես ընդունել եմ կոնսերվատոր, ասենց ասեմ, կոնսերվատորիա 1979 թվականին դեռ կոմունիստներն էին, վերջին անգամ ավարտել եմ, 3 անգամ եմ ավարտել, վերջին անգամ ավարտել եմ ես 2002 թվականին, դե եղել են բոլոր իշխանությունները, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան ու չէ, Սերժի ժամանակ ես արդեն ուսանող չէ, խոսքով, երկու բան տեսել եմ, այսինքն ՀՀՇ կար, հետո կար Քոչարյանի ժամանակները, Սերժի ժամանակ ես արդեն ուսանող չէի, բայց էլի տեսնում էի համակարգը, դե աշխատում էի, գիտեի, շփում էի, ովքեր ամուր էին կանգնած ողնաշարով, ես արվեստի բան եմ ասում, աշխարհն եմ ասում, դրանցից ոչ մեկին չասեցին դուք չես կռանում, ես եղել եմ պետական միջոցառումների, ժողովների, քննարկումների, ժյուրի նախագահ եմ եղել, կազմակերպիչ եմ, ասես տեսել եմ համակարգը ներսից ամեն ինչ, ես տեղյակ եմ, ես չեմ հիշում մի դեպք, որ ինչ որ կառավարություն, նախարար, վարչության պետ, քաղաքապետ, մի հատ պինդ կանգնած, դպրոցի տնօրեն դասատուական չէր, որ մեկին ասել են չես պինդ կանգնած, դու պիտի կռանաս, փոխապետական իմաստներով եմ ասում եմ, չէ, ես երաշխավորում եմ հիմա էլ չկա, այսինքն երբ որ իրանք տեսնում են, ցանկացած իշխանության ներկայացուցիչ, երբ որ տեսնում է դիմացինը պինդ է կանգնած իր համոզմունքներում, իրենք շատ զգույշ են այդ մարդկանց նկատմամբ, հարգում են, չեն հարգում, դա ուրիշ խնդիր է, բայց շատ զգույշ են, իսկ այն մնացածը, որովհետև այնքան կռացող կա արդեն պատրաստված, ինքը ուզում ասես նայում է, նա շերտ կա, էդ էլ ասեմ, հա, մի հատ շերտ կա դրա կողքը, որ ինքը աշկերը կլորացած նայում է, այսօրվա ով է ասիչը, որ վազի դրա մոտ կռանալու, հասկանում եք, այսինքն մեկը այսօր որ չի խոսում, չի արտահայտում, նրանից չի որ իրան կարող է նեղեն, չէ, հա, երբ որ դու արդեն իմ նման դուրս ես գալի համակարգի դեմ, դառնում ես անդիմադիր կարկառու գործիչ, դա ժամանակ հա կարող է, բայց տեղից, որսև գիտես ինչ կա, գետ չեմ,
ինչ կասեք, ես իմ նկարներն արդեն վառեմ, որտեղ արդեն մասիս կա, հա, կարելի է հարցնել, էլի։ Կամ եթե գրող եմ, ինչ կասեք իմ գրքերի մասին, գիտեք, այս հատորների մեջ մի քանի անգամ վան եմ գրել, մի քանի անգամ մասիս եմ գրել, մի քանի անգամ ալաշկերտ եմ գրել, կարող է դրանք արդեն վառելու ժամանակն է։ Ամեն ինչ ասելու ձև կա, բան կա, որ սրանք հասկանան, որ դիմացը մարդ է կանգնած, սուբյեկտ։ Եվ վերջո ոչ մեկին չեն կարողացել կռացնել, եթե ինքը պատրաստական կռացած չի եկել։ Նույնիսկ ոչ թե պատրաստական չի եկել կռանալու, այլ դրանք պատրաստական կռացած են գալի, եղբայր։ Կռացած, ուղղակի տեսակ կա, որ ինքը այդ դիրքով է ապրում, այդ դիրքով ծնվել է, այդ դիրքով սովորել է, աշխատանքի է ընդունվել, աշխատել է ու այդ դիրքով էլ գնալու է կյանքից։ Մարդիկ այդ դիրքով են ապրում ու իրանց խնդիր չունեն։ Ու անկախ նրանից ով է ինչ դնում իրանց մեջքի կամ գլխի վրա, էական չի, իրենք այդ նույն դիրքով ապրում են։ Ապրել են տես Լևոնից մինչև Քոչարյան, մինչև Նիկոլ Փաշինյան։ Ու սս ֆանտաստիկ է, չէ, ոչ մեկ այդ խնդիր չունեն։ Շարունակենք մեր եղբորը լսել։ Դա է, չգիտեմ, ինչքանով ես հասկանում եմ, դա է խնդիրը։ Դուք ես գիտեմ, որ ձեր երեխաներին վերջերս տալի եք Սարդարապատ։ Տարել ենք։ Կար հատուկ խորհուրդ հենց դրա համար ընտրեցիք Սարդարապատը։ Դե Հայկին հիմա մի քիչ տենց հետաքրքրում է, ես փորձում եմ իրեն տենց մենք գրքեր ունենք մանկական, դե Հայկ Նահապետի մասին, Սասունցի Դավթի մասին եւ այլն, դե ինքը տենց մի քիչ թշնամիների դեմ կռվել եւ այլն, տենց բաների մեջ է։ Ես ասեմ, ապրում է Գերմանիայում, կինն Հայկին, բայց ֆորտոնը Հայկ է։ Հայկ Նահապետ։ Լսեմ։ Եվ դե Սարդարապատն է այդ առումով հաղթական խորհրդանիշ է։ Հետո իհարկե այս մեջ չնայած Հայկը դա դեռ այդքան չի հասկանում եւ մենք շատ քանի մասին չենք խոսում, չնայած երբ որ Եռաբլուրի կողքով անցնում ենք, Հայկը հարցնում է, բայց սա ինչ է եւ այլն ու այդ ժամանակ դու չես կարող համենայն դեպս ես չեմ էլ ուզում ինչ որ մի ուրիշ հեքիաթ իրեն պատմեմ եւ որտեղ ինքն է ինչքան է փոքր է, բայց ինչ որ չափով պետք է իմանա իրականությունը որն է։ Բայց համենայն դեպս ես կուզենայի, որ նաև մենք կենտրոնանայինք իրականում դրական բաները, որը որ մեր ազգը ունեցել է, նաև հաղթանակների առումով եւ միգուցե դա էր միտքը, հետո այս հաշվում որ նաև ճարտարապետական ինքը շատ հետաքրքիր կառույց է նաև։ Դա մենք մտանք թանգարանել մի քիչ նայեցինք։ Ճիշտ է, դա երևի մի քիչ երեխաների համար դեռ շուտ էր, բայց հիշողության համար կարևոր է։ Դա միգուցե դա տպավորում է, միգուցե չի տպավորում, միգուցե իրանք դա կմոռանան, մյուս տարի ոչ եկը հիշեն, որ տենց տեղեր եղել են, բայց միգուցե մենք դա մեզ համար ենք անում։ Դա էլ կարող է լինի, չգիտեմ։ Սերգեյ, ամփոփելու համար մեր հաղորդումը ես անկեղծ մի բան կասեմ։ Վերջերս իրականում շատ ավելի դժվար է դարձել արվեստի, մշակույթի գործիչների մարդկանց հետ զրուցելը, որովհետև մի դեպքում դու ուղղակի ուզում ես խոսել միայն իրենց գործունեության մասին, իրենց արվեստի մասին, այն ահռելի ժառանգության մասին, որոնք իրենց գործունեությամբ ստեղծում են ու թողնում են։ Դա շատ կարևոր է եւ դա ամենամեծ շքեղությունն է հիմա ուղղակի նստել ու այդ մասին խոսել։ Ես երազում եմ այդպիսի շքեղություն ունենալու հնարավորության մասին։ Բայց ցավոք, երբ որ արնահոսում է քո պետությունը օրգանիզմի իբրև, շատ դժվարանում է միայն դրա մասին խոսել եւ ուղղակի ինչպես դուք եք նշել, առանց մեր հիշողության, առանց մեր ինքնության ապրելու իմաստը ու ստեղծագործելու իմաստը կորում է։ Եվ իմ հարցը առաջին հենց նաև դրա համար էր, որ շատ կարևոր է, որ առանձին մարդկանց ելույթները, խոսքը, տեքստը ոչ թե դառնա բացառիկ մի բան կամ հերոսություն, այլ դառնա շատ բնական ու օրինաչափ մի բան, ինչպես որ բժիշկը պիտի արյունահոսությունը կանգնեցնի, այնպես էլ մշակույթի արվեստի գործիչը պիտի
հաշտ չլինի այս իրողությունների հետ։ Ես շնորհակալ եմ, որ դուք համաձայնեցիք գալ ու խոսել։ Ես էլ շնորհակալ եմ։ Հա, ու վերջում մի գիրք որոշեցի ձեզ նվիրել։ Իրականում շատ արժեքավոր գիրք է, ու ինձ համար շատ կարևոր էր, որ նվիրեմ այնպիսի մարդու, որը կգնահատի այս գիրքը ու ինչ-որ իմաստով նաև մասունքի պես կվերաբերվի։ Գրքում 44-օրյա պատերազմի հերոսների կյանքի պատմություններ են, երբ ձեր երեխաները կմեծանան, այս գիրքը Պաստոր ասես գիրք կա, ես չգիտեի։ Ունեցեք այս մասը։ կյանքի պատմություններ են։ Ես կարծում եմ, որ երբ ձեր երեխաները կմեծանան, այս գիրքը օգտակար կլինի ոչ թե տխրությամբ կարդալու այս էջերը, այլ շնորհակալության զգացումով, որ մենք ունեցել ենք այսպիսի հերոսներ, դա կօգնի, կարծում եմ, ավելի լավ հայ լինելու եւ ապագայի մասին ավելի արժեքավոր պատկերացումներ ունենալու տեսանկյունից։ Շատ շնորհակալ եմ։ Ես հատուկ թողեցի այս գրքի մասը, որ դուք տեսնեիք։ Թող սա այս հաղորդումով էլ այդ գրքի համար գովազ լինի։ Ես չգիտեի, որ տես գրք կա։ Ես մի քանի օր առաջ ես մտածում էի, որ այսքան բան անցավ մեր գլխով։ Ոչ մի բան չգրվեց, ոչ մի հետազոտություն չարվեց, ոչ մի ֆիլմ, հա, ներկայացում, գիրք, չգիտեմ։ Ոչ մի բան չարվեց, այն պարագայում, երբ որ այնքան գրելու պատմություն կա, սա մի ամբողջ պատմություն է։ Բասում այս կա, մարդիկ անում են։ Գտեք այս գիրքը, գտնեք, թող այդ մարդկանց օգնություն լինի եւ կարողանան իրենք երևի էլի բան ունեն, պատմություններ ունեն հավաքագրած, որ կարող է իրանց պետք է օգնել, որ հա, դրանք տպագրեն։ Ես չգիտեմ, այդ գիրքը ենթադրում եմ, որ Երևանում ավաճառվում, որտեղ ես չգրեք այս ինֆորմացիա չունեմ։ Ենթադրում եմ, որ Երևանում ավաճառվում, այնպես որ դուք անունը տեսաք։ Գնեք, իսկ ինչ վերաբերվում է Սերգեյին եւ Լիլիթին, Լիլիթից շատ շնորհակալ եմ։ Ինքը ամբողջ հաղորդման ընթացքում իր ասեց, պարզաբանեց իր ամենացավոտ մասը որն է, որ երբ որ երկիրը արնահոսում է, մեծագույն շքեղություն է խոսել միայն արվեստից։ Ես ընդամենը 2 օր առաջ իմ օրինակով դրա համար ասեցի, որ դա արդեն նույնիսկ իմ համար իմաստն է կորցրել։ Ինչ է նշանակում արվեստ, երբ որ քո երկիրը արնահոսում է եւ դա ումա պետք։ Հա։ Իսկ Սերգեյը եկավ ապացուցել այն թեորիան, որ ցանկացած մասնագիտություն կարելի է սովորել։ Այս ամենամեծ մասնագիտությունը մարդ լինելն է։ Իսկ երբ որ դա երկուսը մի տեղ է, տալիս այն էֆեկտը, ինչ կոչվում է Սերգեյ Խաչատրյան։ Այսօր ամեն այսքանը։ Իդեպ մի քանի ժամից ես ուժ եթեր եմ ունենալու Կիրակորով Երևանի ժամանակով ժամը 19:00-ին եւ ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին։ Այս պահի համար այսքանը, կհանդիպենք մի քանի ժամից։ Լավ մնացեք։